Բարեկամներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային վերլուծական հաղորդումն է, որը կոչվում է Status Quo։ Այսօրվա իմ զրուցակիցը Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ, այմ առաջնորդ Պարույր Հարիկյանն է, պարոն Հարիկյան, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հարիկյան, տարբեր իրադարձություններ են, այսինքն անընդհատ են այդ իրադարձությունները մեկը մյուսին հետևում եւ չենք հասցնում նույնիսկ վերլուծել ամբողջությամբ մեկը, երբ սկսվում է մեկ ուրիշը։ Մենք այսօր իմացանք, որ Ռուբեն Վարդանյանին 20 տարի դատապարտման ենթարկեցին, այսինքն Բաքվի դատարանը այդպես որոշեց։ Մենք տեսնում ենք, որ կաթողիկոսի ձերբակալման արդեն մասին են խոսում, քանի որ ըստ էության թերևս վտանգ կա, որ կաթողիկոսը կարող է լրջագույն խոչընդոտ լինել այս իշխանությունների վերարտադրության համար։ Եվ նաև 20 ադրբեջանցի եկել էր Հայաստան շատ հանգիստ խաղաղության օրակարգով։ Ես կուզեի, որ ձեր կարծիքը հայտնեք, որքանով այս ամենը կա նարատիվ, որ այս ամենը դրական գործընթացներ են բոլորը։ Դուք շատ բաներ կոչեցիք իրադարձություններ, ըստ էության դրանք իրավախախտումներ են, որոնց դեմ ես բավական բուռն արձագանքում եմ։ Ես որպես անհատ, բայց իհարկե որպես անհատ հանդես գալիս շեշտում եմ, որ եղել եմ մեր ժողովրդի համար ամենակարևորագույն նպատակի ձեռքբերման հիմքերում, այդպես ասեմ, ու այնտեղ մենք ներկայացնում ենք դա նախ եւ առաջ ցույց է, բողոքի ցույց, եւ գիտեք, օր-օրի ավելանում է այդ պաստառների թիվը, ավելանում է, այսինքն մեղադրանքները, սկսած հարկային տերորից վերջացրած Արցախի ինքնորոշման ուրացումով։ Հիմա Ռուբեն Վարդանյանի մասին որ խոսեցիք, ըստ էության նա Ալիևի կալանավորը չէ։ Նա Նիկոլ Փաշինյանի կալանավորն է։ Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, այն պահից, երբ որպես հակամարտող կողմ հանդես եկող միջազգային իրավունքի ենթակայի ղեկավարը հանկարծ հայտարարեց, որ Արցախ չկա, մոռանալով, որ իր բոլոր նախորդները տարիներ շարունակ նաև հակադրվելով մեզ, ասում են, որ մեր հիմնախար հայության հիմնախնդիրը Արցախի հարցն է։ Այդ մենք էինք, որ ասում ենք Արցախի հարցը շատ կարևոր է, բայց դա հայկական հարցի մի մասն է։ Հիմա էլ ասողներ կան, բայց դրանք նոր են մեջտեղ եկել։ Իսկ այն ժամանակ կար ԱԻՄ եւ կային տարբեր բաներ։ Նույնիսկ այդ ՀՀՇ բան չեմ ասում, թե դրանք հետո ասպարեզ եկան։ Եվ երբ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն է ըստ էության տվել որոշումը, երբ ինքը հայտարարեց, որ Արցախի ինքնորոշում չենք ճանաչում, ինչ բարերով կարևոր չի, ես միտքն եմ ասում։ Ամբողջ աշխարհը Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչում էր, հայտնվեց մի մարդ կոչված անձ, պետության իբր պատասխանատու, որն ասեց ինքնորոշումը գոյություն չունի։ Ցեղասպանություն է կարել, լավ է կարել։ Ցեղասպանությունը անողի համար, ցեղասպանություն անելուց հետո 10-20 հոգու կալանավորել եւ ցմահ դատապարտելն ինչ է, այնպես որ սանկցիան տվել է Նիկոլ Փաշինյանը։ Եվ գիտեք, այստեղ որոշ մարդիկ ասում են, բայց ինչ ոնց կարող է այդպես լինել։ Ցանկացած հարցաքննության ժամանակ տարբեր փաստարկներից բացի շատ կարևոր են համարում ինքնախոստովանությունը։ Այսինքն ինքը հանդես եկել ինքնախոստովանությամբ եւ ասել է դուք կարող եք արդեն մեզ ճանաչել միջազգային հանցագործ։ Այլ բան, որ Ալիևը չեկիստի որդի, Ալիևը չեկիստական մտածողությամբ նաեւ որ ասում ես Նյուրնբերգյան դատավարություն էր, այ հոգեկան հիվանդ։ Նյուրնբերգյան դատավարությունը միջազգային դատավարություն էր, ճիշտ է, հաղթող պետություններն էին հիմնականում, բայց դրանք ամբողջ աշխարհն էին ընդգրկում, եւ արևմուտքի առաջատար եւ բոլշևիկյան բռնապետությունը իմի էին եկել ընդդեմ ֆաշիզմի։ Հետո Հայաստանը նախահարցակ չի եղել, Հայաստանը։ Դուք ես ում տեղն ես դնում, այո։ Կոնսուլագերներ չի ունեցել։ Գիտեք, շատ կարևոր բան ասեցիք։ Մենք ժամանակին սա պիտի մի անգամից ասեմ, որ կարևոր է, երբ մենք պայքարում էինք, որ Հայաստանը միջազգային իրավունքի ենթակա դառնա, դա նաեւ նրա համար էր, որ Հայաստանը ներկայացնող մարդը միջազգային ատյաններում խոսեր որպես արժանապատիվ մարդ, ոչ թե թափթփուկ, ճիվախ, խեղճ, կամակատար։ Ինչ է նշանակում։ Ես աշխատեմ այսպես իրավական գնահատականներ տալ, բայց ինչ է նշանակում դու հանդես ես գալիս միջազգային ատյաններում եւ հանդես ես գալիս որպես արդեն դատապարտված, կարծես մեղքերը ճանաչել են, քեզ դատապարտել են, դու էլ այդ դիրքերից ես հանդես գալիս։ Ինչ վերաբերում է կաթողիկոսի նկատմամբ այդ ձերբակալության սպառնալիքներ եւ այլ, արդեն ինքը սկսել է իր ինքնասպանությունը։ Մենք գիտեք, ի վերջում հավերժ չենք ապրելու, ժամանակն է, որ մենք ասենք, կաթողիկոսական գործերին մասնակցող մարդիկ խիստ պատժվում են։ 1990 թ.
Այո, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած մահափորձի օրը կաթողիկոսի ոցման օրն էր, եւ շատ մասնագետներ ասում են, Աստված մեզ նշան տվեց, որ եկեղեցու գործերին չի կարելի մասնակցել։ Շատ որոշակի մարդիկ, օրինակ Արկադի Վարդանյանը, կարծեմ այո Արկադի Վարդանյանը, որոշակի ասում է, որ ինքը տեղյակ է, տեսել է, լսել է, ինչպես են ասել, որ կաթողիկոսի ընտրության ժամանակ ինչևէ, ինչ որ մարդիկ միջամտել են։ Բնականաբար նման դեպքերում տուժում են նաեւ անմեղ մարդիկ։ Այն որ դա կարող է իշխանության վերաձևավորման հարցում էական դեր կատարել միայն բացասական իշխանությունների համար։ Այսինքն կաթողիկոսի նկատմամբ որևէ բռնարարք դա ոչ թե կխանգարի կբարձրացնի իրենց վարկանիշը, կան թափթփուկներ, որ այնպես խիզախ կեցվածք են ստանում, անուններ չտամ, որովհետև երևույթի մասին եմ խոսում։ Չնայած անուններն էլ արժան տալ, որ ասես, այո, իսկապես դրանք թափթփուկ են ու գրում է կտրիչ, ես չեմ էլ ուզում ազգանուն իմանալ։ Այո։ Վեհապարին քեզով էր, օցիալ են, դու հասկանում ես, օցիալ նշանակում։ Չեն հասկանում։ Երկրային մի բան։ Հարգանք չունեն տարածում։ Այդ օրինակ ես հաճախ բերում եմ, ասում եմ Դավիթին խանգարում էր Սավիողը, լուրջ խանգարում էր, բայց քանի որ օցիալ էր, չէր վնասում, ինքը կարող էր նրան սպանել, կանգ էր առնում։ Այն Դավիթը, որ սրբության մարմնացում չէր, Աստվածաշնչի դասերը մեզ համար է, որ այսօր մենք կողմնորոշվենք։ Այն պահից, երբ որևէ այդ սրբությունները ինչ են նշանակում։ Առարկա է, չէ՞, բայց ասում են օծված է։ Եթե օծված է, փոխվում է դրա որակը։ Ես իմ տան վրա մահափորձից հետո, երբ հոգևորականներն ասին, քեզ Աստված է պահել, ասի ուզում եմ շնորհակալություն անել, խաչ դրեցի։ Ու այդ խաչը օծեցին։ Այդ պահից այդ խաչը ուրիշ բան դարձավ։ Այնպես որ այս երկու օրինակներն ինչի վերեցի, եթե դա իշխանություն պահպանելու նկատառումով են անում, դա ի վնաս իրենց է լինելու, բայց իրենք ամբողջությամբ ի վնաս իրենց են։ Նույնիսկ եթե ոչ միայն Եվրոպան, այլ Ամերիկան էլ փող տասի, մի կերպ ընտրվեք, դա չի օգնելու։ Իհարկե կարևոր բան եք ասում, որովհետև հիմա էլի պիտի ասեմ, որ իհարկե հաճախ այս տաղավարում էլ հյուրերը տարբեր երկու կարծիք են ունենում, ոմանք համարում են, որ Նիկոլ Փաշինյանի շանսերը շատ քիչ են, ոմանք համարում են, որ անկախ ամեն ինչից ինքը վերընտրվելու է։ Հասկանալի է, որ դժվար է այտենց հստակ գնահատականներ տալ, բայց կարևոր է, որ դուք հնչեցնում եք այն օբյեկտիվ, այսպես ասած, պատճառները, որոնցով ինքը կորցնում է ռեյտինգը գլոբալ առումով։ Երբ մենք խոսում ենք հնարավորությունների մասին ընտրվելու, այդտեղ այսպես է, նախ պետք է հասկանանք մենք, արդյոք ընտրություն է թե ճակերտավոր։ Ինչպես 91-ին, հա։ Ոչ միայն 21-ին, 90-ին, շատ դեպքերում։ Ճակերտավոր ընտրություն ասելով ես նկատել եմ նույնիսկ ընտրության նախապատրաստումը։ Ընտրության նախապատրաստման մեջ մտնում է ֆինանսական միջոցների հատկացումը։ Այն որ տրվեց 3 միլիարդ պարգևավճար, ես հրապարակել եմ դա առաջին անգամ չեմ ասում, շատ հասարակ տրամաբանական բան կա, ասում է քեզ կտանք գումար 3 միլիոն, բայց խոստացիր որ դու կմասնակցես։ Հա, մի 10 հոգու ձայն կբերես կամ 100 հոգու ձայն կբերես։ Այդ քեզ տված գումարի 1/3-ը կտաս հիմնադրամին։ Հա, հետ կվերադարձնես, հա։ Սա ինձ ստույգ ասված է։ Հետաքրքիր բան է։ Ես ասեցի կարող ես վկայություն տալ, ասեց խնդրում եմ ինձ բան մի արա, բայց ես դա թողեցի մի կողմ, եկա տրամաբանությամբ։ Ով է այն մարդը, ում ասես գումար չունես, քեզ տալիս եմ 3 միլիոն, պայմանով որ 1 միլիոնը տաս։ Ինչ վերաբերում է ձեր նախորդ հարցում հնչած 20 ադրբեջանցիների այցելությանը, իհարկե շատ նողկալի է, որ իրենց շատ վատ դրսևորած մարդիկ գալիս են որպես Ադրբեջանի ներկայացուցիչ Հայաստան։ Ադրբեջանցիները անկախ մեր վերաբերմունքից նույնպես ժողովուրդ են։ Ես դեռ 1988 թվականին, երբ Սումգայիթը տեղի ունեցավ, ես ինչու եմ ասում, ես որովհետև իմ անունով գնաց, բայց հեղինակը պատմաբան Ռաֆայել Համբարձումյանն էր, կարճ ուղերձ գրեց Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, որ Մոսկվան մեր հանդեպ բացասական բաներ անում, մեր երկուսի հանդեպ փորձում է մեզ իրար դեմ անել, արյուն հեղել, մենք պիտի դրանից վեր կանգնենք երկու ազգերով պայքարենք, երբ ես հայտնվեցի արտասահմանում ինձ արտաքսելուց հետո, այդ ժամանակ, գիտեք, հիմնական հարցը դա էր, ասում են դուք ինչպես համարձակվեցիք այդպեսի բան ասել, դուք եք կազմակերպության ղեկավարը։ Այո, մենք այն ժամանակ էլ դա հասկանում ենք եւ պատերազմը ձեռնտու չէր։ Մենք ուզում ենք որ ադրբեջանցիք էլ հասկանան, որ իրենք էլ ունեն ինքնորոշման իրավունք սովետի կազմից դուրս գալու համար եւ հետո տեսեք երբ ես գլխավորում էի անկախություն եւ ժողովրդավարություն եւ անկախություն համակարգիչ կենտրոնը Պրագայի կոնֆերանսում Վացլավ Հավելի հետ էինք կազմակերպել նախաձեռնել, իհարկե բոլոր ազգերը մասնակցում էին։ Առաջին անգամ ժամանեցին նաեւ երկու ադրբեջանցիներ հրավիրել էինք։ Մեկը հիմա Ադրբեջանում քաղաքական գործիչ է Արազ Ալիզադե։ Մյուսը Թոֆիկ Գասիմովն էր, որ հետո դարձավ արտգործնախարար։ Եվ ասեմ, այնտեղ լուրջ հակամարտություններ եղան։ Հրավիրել էին նաև Արցախից որևէ մեկին,
եկել էր Ռոբերտ Քոչարյանը առաջին անգամ իրեն տեսա եւ Եռագույնն էլ իրեն վստահեցի, այնտեղ մի պահ կար, որ ամենազգ գնում էր իր դրոշները եւ Ռոբերտ Քոչարյանը երևի կյանքում առաջին անգամ բռնեց Եռագույնը, վեճեր եղան իրար հետ, բայց եկանք համաձայնության, որ մենք պիտի վեր կանգնենք սադրիչների, այսինքն կոմունիստական բռնապետության, ի վերջո Արցախի ստեղծումը դասադրանք էր։ Եթե գալիս են ադրբեջանցիներ, պետք է ուրախանալ, բայց ոչ թե կան ադրբեջանական ֆաշիստների ֆաշիստական դրսևորումներով ապրող մարդիկ, ֆաշիստական որ ասում եմ, նկատում եմ դիմացինի ինքնորոշման իրավունքը չընդունող։ Դրանք թշնամի։ Իրենք ասում են ձեր իշխանություններն են, նույն գծի մեջ են։ Ըստ էության ինչ որ ասում են ադրբեջանցիները, նույն բանը ասում են իշխանությունները, հետեւաբար իրենց ասածը չի կարող դիտարկվել որպես ինչ որ ծայրահեղ բացասական բան։ Շատ ճիշտ նկատեցիք, եւ այստեղ ցավոք սրտի մեր ինչպես ասում են, մեր լեզուն կարճանում է։ Դրա համար մեր այս ցույցերի ժամանակ հատկապես մենք շեշտում ենք մի բան. Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի ներկայացուցիչ չէ, այդպեսի պաստառ կա։ Այսինքն այսօր ամբողջ ազգը պիտի համախմբվեր իմ կողքին իրենց անկախության պայքարի առաջնորդի եւ ասեն, որ այս մարդը մեր ներկայացուցիչը չէ։ Ինչ որ ասում եմ, մի համարեք, որ դա պիտի ապագա ունենա։ Մինչդեռ նկատել եք, չէ՞, մեր թշնամիներն ու իրենց դաշնակիցները, օրինակ, այս պահին ներկայանում է թշնամի որպես Ադրբեջանը։ Թուրքիան շատ գեղեցիկ կարողացավ այնպես անել, որ հայ-թուրքական հակամարտությունը դառնա հայ-ադրբեջանական։ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է։ Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով արևմուտքի դաշնակիցն է։ Եթե մենք որակ չենք դրսևորում, նրանք բնականաբար պիտի իրենց դաշնակիցների հետ աշխատեն։ Բայց եթե մեր օրինակ եթե Նիկոլ Փաշինյանը տվել եմ ամսի 6-ին 10-րդ անգամ, շատ բարեկրթորեն ասում եմ, տղա ջան, սա այլընտրանք է։ Դու 7 տարի է խափում ես, չարչարվում ես, չես կարողանում անել։ Տալիս ենք քեզ այլընտրանք, մի հատ քննարկիր։ Եվ եթե դա ընդունված լիներ, ուզեին Հայաստանը այն երկիրն է, ինչ ուզում եք ասեք, ցեղասպանություն բան կարևոր է, բայց ինչ ուզում, այս այն երկիրն է, որ մեզ համաշխարհային քաղաքակրթությանը տվեց բացարձակ ժողովրդավարության մոդելը։ Բայց եթե այդպիսի որակներ չունես, ունես ողորմելի քծնող, այդպես նայում ես լպրծուն Հայաստանում իր ընդդիմախոսներին դեմ հողորտացող նույնիսկ հայ հոգևոր առաջնորդի վրա լկտիություններ դուրս տվող ողորմելին գնում է այնտեղ զգում ես որ մտածում է ինչպես անի, ինչպես կարողանա առավելագույնը սողա։ Այդպես է։ Եվ ամբողջ ցավը այն է, որ եթե ինքը 26 թվականին հունիսին վերընտրվեց, ամբողջ աշխարհը մեզ է ասել է, խնդրեմ, ասում եք ներկայացուցիչ չի, ինքը ներկայացնում է հայ ժողովրդին։ Եվ 21-ին ինքը ընտրվեց, եւ 26-ին եթե ընտրվի, մենք, ինչպես որ դուք եք ասում, մեր լեզուն կարճանում է, որտեղ այդ մարդուն գնում եւ ընտրում են, ի վերջո, անկախ նայած թե ինչ ձևերով են ընտրում։ Եկեք, եթե մենք չենք ապացուցում, որ խաղակեղծիքներ են եղել, եթե մենք չենք ապացուցում, որ ֆինանսական միջոցներ են պատտվել այդտեղ, ուրեմն ավելի հավուր բան է կատարվել նաեւ, ի սկզբանե այնպեսի ընտրական համակարգ է ընտրված։ Բավական է, որ այս հայ քաղաքական գործիչները վեր կենան ընտրությունից առաջ ասեն, Մուսոլինիի սահմանադրությամբ չենք ուզում ապրել։ Հասարակ 10 թվին այդպես ասեցին, ոչ մի բան չփոխվեց։ Չէ, մի երկու հոգի խոսեցին միայն, զանգվածային այդպեսի բան չի եղել։ Մենք այսօր ասում ենք, չէ, ընտրական օրենսգիրքը պիտի փոխեն, պետքա կուսակցությունների մասին օրենքը փոխեն, դե չփոխեցին։ Ես ավելին ասեմ, երբ մենք խոսում ենք իրավախախտումների մասին, դու ընդունել ես կառավարության ծրագիր, դա օրենք է։ 18 թվականի առաջին կառավարության ծրագրում հիմա մարդիկ թող իրենք անուն տան դրանց, ինչ կասեն, տականք կասեն, սրիկա կասեն, թող իրենք որոշեն։ Ընդունել ես կառավարության ծրագիր, որում գրված է այս ընտրական օրենսգրքով արդար ընտրություններ իրականացնել հնարավոր չի։ Այսինքն եթե նույնիսկ ընտրակաշառք խախտումներ էլ չանեն, արդեն օրենքը այնպեսին է, որ դու կարող ես 20% ձայն հավաքելով պարլամենտում ունենալ 60%։ Դրա դեմ է որ ես պայքարում եմ, բայց մեր այս քաղաքական գործիչները, ավելի ճիշտ ասեմ, բթամտական գործիչները, լսում են այսքան բան, հազվադեպ են արձագանքում այդ բան, որ ասում ես բացարձակ ժողովրդավարություն, քո սահմանադրության նախագիծը, այ փոքրիկներ, դուք տվել եք որևէ բան, չէ։ Ես 20 տարի գաղափարն եմ տվել, 12 տարի առաջ էլ տվել եմ պատրաստի նախագիծը։ Ինչի՞ չեք գալիս։ Այմարդ, եթե գոնե ասե ես ուզում եմ դառնամ վարչապետ կամ մեկ այլ խուժան, կհասկանայի։ Ասում եմ եկեք, ինչ ընտրությունների շանսեր։ Այսքան անիրավություն արած մարդը պիտի վախենա ընտրություններում խախտումներ չանի։ Նրանց խախտումները տասնապատիկ ավելի են, քան սահմանադրությունը խախտում։ Ընտրության ժամանակ հնարավոր խախտումներ։ Սահմանադրությունն ասեցիք, նոր սահմանադրություն է գրում։ Հայ մարդիկ, ուշադրություն դարձրեք, ասեց Արցախի հարցը մենք սկսում ենք 0-ից։ Նոր սահմանադրություն գրել, դա նույնն է, նշանակում է սկսենք 0-ից։ Արցախը ուր հաստրեց։ Ցեղասպանության հաստրեց։ Եվ օրհնեց, որպես աշխարհի ամենաստոր արարածը,
օրհնեց կատարված ցեղասպանությունը։ Դատապարտելու փոխարեն ասեց փոխադարձաբար մեղադրանքներ չներկայացնենք։ Ոնց որ մեկին բռնաբարեն, հետո դրանք իրար տեսնեն, այդ բռնաբարվողն ասի, գիտես, արի իրար դեմ բողոքներ չտանք։ Նա ինչ բողոք պիտի տա։ Նա նախ խախտել է միջազգային միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը, որն ասում է պատերազմի սպառնալիքով եւ պատերազմով հարցեր լուծել չի կարելի։ Մինսկի խումբն էր նման որոշում ընդունել։ Նույնիսկ եթե սա գնաց հիմարաբար դուրս տվեց, որ աշխարհի վրա թքած ունեմ, Արցախը Հայաստանը եւ վերջ։ Ինձ երբ մի անգամ տեսա Վրաստանի սահմանին, ինչ որ սանդրիչներ էին, պետական աշխատողներ։ Հայ մարդկանց հարցնում էին. Արցախը Հայաստան է թե չէ, Ղարաբաղը Հայաստան է թե Ադրբեջան։ Առաջ անցա ասեցի լսի դու մի հատ կանգ առ, ես չեմ ասի ես ով եմ, բայց Մերապ Կոստավանի գիտես, պատկերացրու քեզ հետ խոսում է Մերապ Կոստավան։ Ինձ Հայաստանում, Վրաստանում ինձ համարում են, ես քեզ հարցնում եմ, Վրաստան է թե Ռուսաստան։ Ասեցի ինչ եք ասում։ Ասի բա դու ինչ ես հարցնում Արցախ, ասում եմ դենտեղ վեճ կա, ասի Արցախը Արցախինն է։ Եվ Արցախը ոնց Ղարաբաղ բառն ենք օգտագործում։ Ղարաբաղը ոնց կորոշի նրան էլ պատկանում է։ Սա այնքան անպատկար գտնվեց։ Այդ հավասարազորները որ դուք կանգնած լինեք, ասեք ես բանն եմ ուզում կամ չեմ ուզում, գասի դու չես որոշողը, ես եմ որոշողը։ Ինքնորոշման դեմ գնացողը վերջն է։ Այդ տեսակ մարդը եթե մնացել է իշխանության, նշանակում է բոլոր հայերը իդիոտ են, լավագույն դեպքում, բոլոր հայերը, որ հանդուրժեցին, որ մեկը որ ուրացավ ինքնորոշման իրավունքը, բայց 30 տարի ինձ հակադրվում ասում եք դու չես հասկանում, Արցախի հարց ամենակարևոր հարցն է։ Ես էլ ասում եմ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Նույնիսկ վկայակոչում է բանտում գրածած բանաստեղծությունները։ Այդ զոն անկախությանը պիտի ամեն դպրոցական անգիր իմանար։ Անցածուրը մեկը լսել շշմած ասում է, բայց ինչի չգիտեմ սա։ Որտեղ այնտեղ նաև Արցախի հարցը կա, դրա համար հիշեցի։ Ղարաբաղ կոչվող Արցախն երեկվա անverջ շահեցա, այդպես է էլի, որպեսզի այդ բաները չլինեն։ Ու հիմա եկել են լսում են, որ մեկն ասում է, գիտեք ինչ կա, էշ էիք եղել բոլորդ, որ 30 տարի Արցախի մասին էիք խոսում, եւ այդ Արցախի մասին խոսող Ղարաբաղ կոմիտեի տղերքը, դրանից ծնված հրշականները, այսօր տարբեր առիթներով ասպարեզում թփրտացողները մեկը չելավ ասեց։ Հայրիկյանը ցույց է անում, ես էլ գնամ իր կողքին կանգնեմ, ես էլ ասեմ, էշը դու ես։ Արցախի հարցը ինքնորոշման հարց էր, միջազգային հարց էր։ Հիմա վաղ ուզում եմ տեսնել, վաղը մեր եզրափակիչ բանն է։ Քանի մարդ է գալու, բացի իմ ճանաչած են 20-30, առավելագույնը 50 մարդուց։ Պարոն Հայրիկյան, Հայաստանը կարծեք այլևս այն Հայաստանը չէ, որ մենք իմացել ենք եւ լիարժեքորեն ճիշտ է։ Եվ ես չգիտեմ, մենք տպավորություն է, որ մենք արդեն ստվերների կամ ուրվականների հետ ենք կռիվանում, որտեղ ինչ որ իրենց ճանապարհով գնում են, իրենք իրենց օրակարգը ունեն, ամբողջ աշխարհը իրենց աջակցում է, իրենք ունեն հստակ նաև ֆինանսական միջոցներ դրսից բավականաչափ նաև այդ ամեն ինչը PR է արվում, ամերիկացիները, անգամ ռուսները, բոլորը։ Մենք կարծեք ինչ որ նախկինի անցյալի այդ մեջ ենք մնացել ու մենք չենք հասնում իրենց հետևից։ Չէ, մենք անցյալի մեջ մնայինք, էլի լավ կլիներ։ Մենք անցյալում էլ չենք։ Իրենք թշնամիները բնականաբար է, այնպեսի տպավորություն պիտի ստեղծեն, որ Հայաստանը աղբանոց է դարձել։ Նշանավոր մի ընկեր ունեի, նաև իմ ուսուցիչներ, ասում էր, երբ իրեն սովետական միությունից օթանավով փախնելու համար էին մեղադրել, իսկապես իմ մեծագույն ուսուցիչներից մեկն է Էդվարդ Կուզնեցով։ Ասում էր, երբ դու կալանավայրում ես, պիտի ձգտես փախնելու մասին։ Երբ դու աղբանոցում ես, պիտի մտածես աղբանոցից դուրս գալու մասին։ Հիմա սրանք այնպես են անում, որ հայ մարդու սրտում այն ինչ որ դուք ասեցիք, որ ոչ մեկի հետ կապ չունենք, մենք մի անորոշություն ենք։ Այդ բանական մարդը դրանից հետո պիտի ասի գնամ այստեղից։ Եվ իրականացվելու են ինչ թուրքերը անձամբ ինձ են ասել, թուրք 5 դիվանագետ միաժամանակ Վրաստանում Թիֆլիսում նստած սեղանի մոտ, ինձ հետ էլ Բարխուդարյանն էր, նախկին էկոնոմիկայի նախարարը։ Ասում են 2050 թվականին Հայաստանում կլինի ընդամենը 5 միլիոն մարդ։ Կմծիտ աղտալով։ Դե իրենք գործընթացներին հետևում են, ժողովրդագրական գործընթացներ են տեսնում, պետության քաղաքականությունն էլ են տեսնում, թե ինչ են անում, ինչով են ապրում։ Ես ինչ պատասխանեցի, դա այսօրվա համար շատ կարևոր է, որովհետև շատ են բարբաջողները, որ Հայաստանի քաղաքացին, եթե Հայաստանում չի, Հայաստանի քաղաքացի չի։ Ես ասեցի, գիտեք ինչ կա, կարող է Հայաստանում մնա նույնիսկ 200,000 քաղաքացի, բայց Հայաստանը այն ժամանակ կունենա արդեն 5 միլիոն քաղաքացի։ Իրենք քանի որ իրավագետ մասնագետ են, հասկացան, որ այդ իրենց երազանքը, որ Հայաստանում քիչ մարդ կմնա, ոչինչ է, եթե Հայաստանի քաղաքացիներ կան թեկուզ աշխարհում։ Բայց մերոնք ինչ են ասում, ընտրություններին չմասնակցել։ Ես իմ համանդրության նախագծում այդ մասը հատուկ շեշտել եմ, որ Հայաստանի քաղաքացին որտեղ էլ լինի իրավահավասար է։ Գիտեք ինչ է, համանդրության մի հոդվածում գրված է, բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ։ Բայց նախկին իշխանություններն արեցին, ներկա նրանց ժառանգներն էլ, նրանց բջերը, նրանք շարունակում են։ Ընտրությունների ժամանակ
Հայաստանից հանգամանքների բերումով դուրս եկած մարդը, Հայաստանի քաղաքացին նշանակում է Հայաստանի տերը։ Այ ոնց չասես լակոտներ, դուք ով եք որ որոշեք, որ Հայաստանի տերը, երբ Հայաստանում չի պիտի չքվեարկի, ոնց որ դու վախենում են, որ այնտեղ քանակությունը մեծ է, եւ չես կարող իրենց փողով կամ բանով եւ արդյունքում Մոլդովայի նման կլինի, հիշում եք Մոլդովայում էլ իրենք հիմնավորում էին նաեւ, ասեմ ձեզ, նախորդ իշխանությունների օրոք հիմնավորում էին Բոսակցյան անունն էլ չտամ, ոչ բարով այնից են ծնվել։ Ասում էին, պատկերացնում եք, Ռուսաստանում կամ Ամերիկայում քաղաքացիները տեղական իշխանությունների ազդեցության տակ կգնեն եւ ինչ որ սխալ մարդկանց անցկացնեն, բայց եթե քաղաքացիը տան տերն է, նա էլ որոշում է։ Ես որ այդքան պայքարել եմ ռուսական իմպերիալիզմի դեմ, ասում եմ ոչինչ։ Ռուսաբար մտածող մարդներ թող լինի, բայց ազատ կամքով։ Նա այդ մեր երկիրը կործանման նրանք չի որ տանում են, ռուսական իմպերիալիզմն է տանում։ Ինչևէ, ի վերջո այդ վերլուծությունները 10-րդական են, կարևորը սկզբունքներն է, պիտի իմանաս իրավունք ունի քաղաքացին եւ այդ իրավունքը խախտելը հանցագործություն է։ Դրա համար մեր այս միջոցառումները, որ վաղը ասում եմ վերջին օրն ենք, վերջին անգամն ենք անում, այս շարքեր, 4 շարք, կոչում ենք ոչ իրավախախտումներին, ընդհանուր վերնագիրը դա է։ Ինչ որ սրանք անում են, ցավոք սրտի իրավախախտումներից են կողմել է գնացել։ Հիմա բարոյը հոգեբանական ոչնչացման ճանապարհն են բռնել։ Ի վերջո հայ առաքելական եկեղեցին ամեն ինչից բացի դա ազգային ամենահին կառույցն է մշտապես գործած։ Դա մեր ԴՆԹ-ի կրողն է, ինչ ասեմ։ Բավական է գնալ Երուսաղեմ մի անգամ եւ զգաս որ դու Երուսաղեմ է աշխարհի մեծագույն ազգերից մեկն է։ Ես ուղղակի ապշած եմ, թե մենք ինչ կարգի ամփույթ ենք մեր ունեցած ժառանգության, մեր ունեցած եւ մարդկային ռեսուրսի եւ պատմամշակութային։ Ներողություն, շատ բարի եք ասում, ոչ թե ամփույթ ենք, այլ ինչ ուժեղ են աշխատում մեր արժեքների դեմ։ Ու մենք ապուշի տեղ դրած սրանք կարծում են թե հայրիկյանը միշտ պիտի լինի։ Իմ գնալուց հետո հայ ազգը պատմության հետ կապված գործի չի ունենալու։ Ես դեռ կենթանի եմ ուզում եմ որ հիմնովին այնպիսի հիմքեր դնենք, որ հայ ազգը ինքը որոշումներ կայացնի, որ տարբեր տեսակի իսկապես դա մեծ առավելություն է։ Անցած օրը մեկը ինձ գրել էր, դրա համար եմ սա շեշտում, ասում է, դու գիտես որ ամբողջ աշխարհում չկա անհատ, որը եղել է իր ազգի ազգային ազգագրական պայքարի առաջնորդը։ Միայն դու ես աշխարհում մնացել, իհարկե քո կարգավիճակով քո ազգի համար։ Հիմա ես այստեղ եմ ոչ թե ձեռքերս տալու ու վայելում եմ, ես կարող եմ լուր մնալ 1000 անգամ ինչ ասես չեն առաջարկել տարբեր իշխանություններ։ Բայց խնդիր կա, մենք վատ վիճակում ենք։ Ու այդ բացարձակ ժողովրդավարությունն էլ կրկնում եմ, դա ոչ միայն համադարման է, քաղաքակրթական ներդրում է։ Ինչի են վերջին նամակում Նիկոլին շատ կարճ գրել եմ, գիտեք, ասում եմ լսիր ախր, սա միայն մեզ համար չի, դու ինչ ես սրա ճանապարհին կանգնում։ Դե ինքը բայց հասկանալու ընդունակ չի parz է։ Ես միշտ մարդուն վերաբերում եմ այնպես, ինչպես Հիսուս Քրիստոսը Պողոս առաքյալին ասեց, ինչ ես ուզում, խելքդ գլուխդ հավաքի։ Դու ինչ ես իմ դեմերել։ Ու հանկարծ նա զարթեց, թափվեց ու դարձավ ամենամեծ նվիրալներից մեկը, հիմնական պատվիրանները իրենով են հասել։ Հիմա նույնն էլ այդպես է համարում, որ ամեն մարդ, իհարկե մեր օրերում եմ տեսել ՀՀՇ-ականներ ինչպես փոխվեցին, այն աստիճանի փոխվեցին, որ նույնիսկ 98 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո եկան, ասում են դու պիտի լինես, միայն դու կարող ես կանգնեցնել ես մաֆիոզ դրսևորումները։ Ու տեսել եմ մարդկանց փոփոխությունը, դրա համար Նիկոլին էլ 10-րդ նամակում գրեցի տղա ջան, քեզ 2 փաթեթ եմ տալիս։ Մենք վաղը պետք է նաև այդ փաթեթների պատասխանը ստանանք։ Մեկը հայեցակարգն է, որտեղ ասում ենք, որ առանց քաղաքացու պետություն չկա։ Պետություն կա, նշանակում է երկիր ունի քաղաքացիներ։ Տերերը քաղաքացիներն են։ Ահա քեզ սահմանադրություն, որտեղ քաղաքացին դառնում է տերը։ Այդ եկեղեցու մասին որ խոսում ենք, պիտի զգուշավոր լիներ, չէ՞, նույնիսկ ամենալուրջ հարցը, որը հիմնավոր է, պիտի ներքին կարգով քննարկեր, ոչ թե որպես թշնամի, առիթավոր, առիթ փնտրող, եւ այսքան փչացած ոնց գտավ։ Գիտեք, ոչ այնքան գտավ, որքան սարքեց։ Այսօր Արամ Աբրամյանի ելույթն է, ասում այնքան լավ է ասում։ Ասում է, ես զարմանում եմ, այդ մերձավորների մեջ բարոյական ոչ մեկը չկա։ Վաղուց ենք ասել դրա մասին։ Ինչևէ։ Զարմանալի։ Պարոն Հայրիկյան, շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն այո ձեզ ելի բարեկամներ, որ հետևեցիք մեր այս քննարկմանը, շարունակեք հետևել ընդհանրապես Եվրամեդիա 24-ի աշխատանքներին։ Կհանդիպենք, հաջողություն ձեզ։